Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո ամեն։ Մեր մարմինների մեջ շարունակաբար կրում ենք Հիսուսի մահը, որպեսզի Հիսուսի կյանքը հայտնի լինի մեր մարմինների մեջ։ Սիրելի ուխտավոր քույրեր եւ եղբայրներ, սիրելի ներկաներ, անչափ ուրախ եմ ձեզ ողջունել այսօր Որոտնավանքում մեր Սուրբ Վարդապետների եւ մեր սրբերի այս հիասքանչ հիշատակի առիթով, երբ որ մենք համախմբվում ենք ամեն տարի հիշատակելու մեր հայրերին, ովքեր ապրել են իրենց օրինակելի հոգևոր սխրանքը եւ այսօր մեզ փոխանցել են այդ հնարավորությունը։ Եվ ամեն անգամ, երբ որ մենք հիշատակում ենք այս կամ այն սրբի տոնը, երբ որ մենք մուտք են գործում այն խորին իրականությունը, որով ապրել են մեր եկեղեցու հայրերը եւ սրբերը, ամեն անգամ մեզ համար առիթ է վերանորոգելու մեր հոգևոր կյանքը, վերանորոգելու մեր ուխտը Աստծու հետ, սիրելիներս, որտեղ մենք Տիրոջ ուխտի ժողովուրդն ենք։ Պողոս Առաքյալը խոսելով սրբության մասին ասում է, որ մենք շարունակաբար կրում ենք Հիսուսի մահը մեր մեջ, որպեսզի Հիսուսի կյանքը մեր մեջ իրական հայտնի դառնա։ Եվ քրիստոնեության հենց պարադոքսը, քրիստոնեության անհասկանալի խորհուրդը հենց այն է, որ մենք պիտի մահանանք, որպեսզի հարություն առնենք եւ ապրենք։ Դա է ամբողջ իրականությունը։ Մահը եւ կյանքը լրիվ այլ իմաստներ եւ նշանակություն ունեն քրիստոնեական կյանքում։ Եվ իսկապես, եթե մենք դա հասկանանք, եթե այսօր մենք մի փոքր խորանանք այսօրվա պատգամի մեջ, մեր ամբողջ հոգևոր կյանքը կարող է անցնել այլ կերպ, սիրելիներս։ Եթե գիտակցենք այն խորհուրդը, որ Աստված պատրաստել է մեզ համար, այսօրվանից սկսած մեր բոլորիս հոգևոր կյանքը կարող է լինել լրիվ այլ կերպ, որովհետև մենք պիտի իսկապես գիտակցենք, թե ինչ է նշանակում ապրել եւ մահանալ Հիսուս Քրիստոսի համար եւ Հիսուս Քրիստոսի հետ։ Մարդը իսկապես բարդ արարած է, տարբերվող արարած է եւ մարդու թե կյանքը, թե մահը մեզ համար անհասկանալի է։ Մենք չգիտենք ինչու ենք եկել այս աշխարհ, ինչու ենք այս աշխարհից գնում, մենք չգիտենք շատ բաներ մեր հոգևոր կյանքից։ Բայց գիտենք, որ Աստված իր սերը հայտնել է մեզ եւ եկեղեցու միջոցով փոխանցում է մեզ ճշմարտություն մեր հոգևոր կյանքի համար։ Եվ այդ ճշմարտությունը գիտակցելու համար անհրաժեշտ են որոշակի ջանքեր։ Անհրաժեշտ է դուրս գալ մեր առօրյա իրականությունից եւ մուտք գործել Աստվածային իրականության մեջ։ Այն ինչ որ դուք այսօր արեցիք, դուրս գալով ձեր տաքուկ բնակավայրերից եւ գալով այս ծրտաշունչ վանքը, աղոթքի, հոգևոր նորոգման եւ Հիսուս Քրիստոսի հետ միավորվելու համար։ Ինչու ասացի, որ մարդը բարդ արարած է, որտեղ իսկապես մենք դժվար ենք անգամ ինքներս մեզ հասկանում։ Մեր մտքերը, խորհուրդները, ցանկությունները փոփոխական են, անհասկանալի են, մեղսալից են հաճախ սրբության են ձգտում եւ միայն մարդն է ամբողջ տիեզերքում, որ այդքան հակասական է։ Այսօրվա քարոզը կարող է մի քիչ բարդ լինի, բայց որ եկել հասել եք, կարծում եմ, որ մեզ համար առիթ է մի փոքր խորանալու մեր հոգևոր կյանքի մեջ։ Որ մեր էության հիմքում Աստծո հոգին է, Աստծո սրբությունն է, որ նա դրել է մեր մեջ եւ որը մեր կենսատու ուժն է։ Սակայն մենք չենք տեսնում, մենք հոգևոր էակներ ենք, բայց չենք կարողանում տեսնել մեր հոգին, ինչպեսին է, թե ասեմ ցույց տուր քո հոգին, դու չես կարող ցույց տալ։ Կարող ես ցույց տալ քո մարմինը, քո միտքը կարող ես դրսևորել քո խոսքի միջոցով, բայց քո հոգին չես կարող ցույց տալ, որտեղ դա թաքնված է, ինչպես Պողոս Առաքյալը ասում է, կավե անոթների մեջ է կարծես դա թաքնված։ Դա շատ խորն է եւ պարուրված է մեր շնչով եւ մեր մարմնով։ Հա պատկերացրեք, որ կորեզում դրված է մեր հոգին, որը կատարյալ լույս է, որը Աստծո էությունն է անգամ, ոչ թե
Աստծո միայն պատկերը հենց Աստծո էության մի մասնիկն է, որ մեր մեջ է, Աստվածային մասնիկը, մեր էության խորքում, եւ որը թաքնված է, պարուրված է տարբեր տեսակի բաներով, մեր շունչը, մեր մարմինը ծածկում են դա։ Եթե դա ծածկված չլիներ, մենք ուղղակի կատարյալ բյուրեղացված լույս կլինենք։ Կճարակենք ադամանդի պես եւ այն տեսքը կունենենք, որը Հիսուս Քրիստոս ունեցավ պայծառակերպությունից հետո։ Կամ Մովսեսը, որ իջավ Սինայի լեռից եւ իր երեսից ճարակում էր Աստծո լույսը։ Եվ Պողոս առաքյալը այսօրվա ընթերցման մեջ եւս ասում է, որ Աստծո լույսը, որը ճարակում է Հիսուսի դեմքից։ Դա մեր հենց յուրաքանչյուր մարդու էության հիմքում է դրված։ Սակայն դա ավելի իրական դարձնելու համար, դա դուրս հանելու համար մեր իրականությունից այդ սրբությունը անհրաժեշտ է ջանքեր, մեծ ջանքեր։ Ինչու եւ մեր քրիստոնեական պատմության ճանապարհը լեցուն է վանքերով, մենք եկել ենք վանք, որտեղ մարդիկ ճգնել են, սրբագործել են իրենց կյանքը, նվիրագործել են իրենց ջանքերը ամբողջությամբ, իսպաս մահացել են այս աշխարհի համար, այս վանքը լեցուն է գերեզմանակարերով, որոնք կարծես թե շատ բնական ձևով ներդաշնակ են սրբության, որտեղ կյանքը եւ մահը այստեղ այլ ձև է հասկացվել։ Հովանես որոտնեցին, որ այստեղ ճգնել է, ուսուցանել է, Գրիգոր Տաթևացին, որը այսպես նստած լսել է, թե ինչպես Հովանես որոտնեցին խոսում եւ պատգամում էր։ Եվ բազմաթիվ հայրեր իրենք կարողացել են վերաիմաստավորել կյանքը եւ մահը եւ իրենց միջից բացահայտել այդ լույս, այդ ճարակող լույսը, այդ սրբության իրականությունը, որը անհրաժեշտ է գոնե մի փոքր ճանաչել, եթե ուզում ես իսկապես հոգևոր կյանքով ապրել, իսկապես քրիստոնյա լինել։ Եվ երբ որ բացահայտում ես քո մեջ այդ լույսը, այդ սրբության իրականությունը, Աստծո էությունը, այն ժամանակ քո կյանքը փոխվում է։ Ինչու մեր հայրերը թողեցին իրենց կյանքը բնակավարել եւ կան վանք ապրեցին, ինչ որտեղ բացահայտեցին իրենց միջի լույսը։ Մարդիկ կան, որ արքունական փառքը թողել են եւ մի քարայրի մեջ փակվել եւ ամբողջ կյանքը ճգնում են, աղոթում են եւ ոչ ոք չէր հասկանում, թե ինչի համար են դա անում։ Եվ շատ պարզ է, որտեղ իրենք կարողացան այդ սրբությունը իրենց մեջ բացահայտել եւ ի կատար ացել Աստծո կարևորագույն պատվիրանը, որը մենք բոլորս շարունակաբար անտեսում ենք մեր ամբողջ կյանքով։ Եվ այդ պատվիրանը գրված է հենց Ղևտական գրքում 19-րդ գլխում ասում է. Սուրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ, ձեր Տեր Աստվածը։ Սուրբ եղեք, ասում է, դա պատվիրան է, դա ուղղակի հորդորդ առաջարկ չի, ասում է, որ դուք պիտի լինեք սուրբ։ Իմ սրբությամբ պիտի բացահայտեք ձեր միջի լույսը եւ այդ լույսով կարողանաք իմաստավորել ձեր կյանքը, ձեր միտքը, ձեր շունչը, ձեր մարմինը այդ լույսով ողողեք, որպեսզի դուք եւս դառնաք իմ նման։ Հատերը մեր նման դարձավ, Հիսուսը եկավ աշխարհ մեր նման դարձավ, որ մենք իրեն նմանվենք, որպեսզի մենք կարողանանք իր կյանքի իրականություն դարձնել մեր կյանքի իրականություն։ Եվ մահացավ, եւ խաչվեց, եւ իր արյամբ մեզ նորոգեց, որպեսզի մեզ հնարավորություն տա դառնալու իր պես, որպեսզի մենք չվախենանք մահանալու այս աշխարհի բոլոր հանգամանքներից։ Որտեւ եթե դու չմահանաս այս աշխարհի համար, դու չես ծնվի Աստծո համար։ Դու ինքնախաբեության մեջ կարող է շատ հաճախ ապրել։ Մահանալ դա չի նշանակում բնականաբար փակել դուռը այս աշխարհի ամեն տեսակի իրականության առջև, այլ նշանակում է մահանալ այն ամենի համար, ինչը քեզ հեռացնում է Աստծուց եւ ինչը ծածկում է աստվածային պատկերը, աստվածային լույսը, աստվածային այդ խորին իրականությունը քեզանից։ Եվ երբ որ դու գիտակցում ես, թե ինչի համար ես դու ապրում եւ ինչի համար ես մահանում, այն ժամանակ կարող ես ասել, որ դու այլևս քրիստոնյա ես, որտեղ քրիստոնյան նա է, ով որ իսկապես քայլում է
Հիսուս Քրիստոսի ոտնահետքերով։ Եվ դա սրբության ճանապարհ է, սիրելիներս։ Մենք չպիտի մտածենք, որ մենք ուղղակի օրեն այդպես մեղավոր արարածներ ենք եւ ոչինչ չենք կարող անել։ Դրանով իսկ մենք վարկաբեկում ենք Աստվածային շնորհը, որտեղ Աստված մեզ մեղավոր արարածներ չի ստեղծել, Աստված մեզ տկար արարածներ չի ստեղծել, Աստված մեզ ստեղծել է իր նման հզոր, ամենակարող է մեզ ստեղծել, սակայն կա խոչընդոտ մեր մեջ եւ այդ խոչընդոտը հաղթահարելու համար մեզ մի փոքր ջանք է անհրաժեշտ։ Մեզ պետք է որ մենք դուրս գանք մեր պատկերացրած իրականությունից եւ մուտք գործենք հոգեվոր իրականություն, որտեղ որ կանցնի մեր սրբագործման ուղին։ Քրիստոնեական ճանապարհը սրբագործման ճանապարհ է։ Երբ որ դու յուրաքանչյուր օր քո մեջ գտնում ես այդ աստվածային լույսը, քո կյանքի յուրաքանչյուր օր դուրս ես հանում քեզանից այդ սրբության կորիզը եւ դրանով ապրում։ Ինչու ենք մենք աղոթք անում ամեն օր, հա, մենք մեր սուրբ հայրերը ասում են, պետք է արթնանաս, աղոթքով սկսես քո օրը։ Ինչի համար, որպեսզի քո միջի այդ թաքնված լույսը դու կարողանաս մի փոքր արթնացնել եւ դուրս հանել։ Ինչի համար ենք պահում, որպեսզի թույլատնենք այդ կարծրացած մեր մարմնեղեն իրականությունը, մի փոքր ճեղքենք, որպեսզի Աստվածային այդ սրբության լույսը մեզանից մի փոքր ճառագի դուրս գա, մեզ սրբագործի, մեզ վերափոխի, պայծառակերպի։ Ինչի համար է մեր բոլոր ջանքերը եւ վերջո ինչի համար ենք մասնակցում Սուրբ Պատարագին, որպեսզի մենք կարողանանք նաեւ մեր մարմինը սրբագործել։ Մենք Հիսուսին ենք ճաշակում, մենք Հիսուսի մարմինը եւ արյունը ընդունում ենք մեր մեջ, սիրելիներս, դա շատ լուրջ բան է։ Դա ուղղակի ինչ որ առօրեական մեր հոգեվոր բարեպաշտական քայլ չէ, մենք Հիսուսին մեր մեջ ենք ընդունում, որպեսզի մենք սրբագործենք մեր կյանքը եւ սուրբ լինենք, ինչպես որ ինքն է սուրբ, անարատ լինենք, ինչպես ինքն է անարատ, սիրող լինենք, ինչպես ինքն է սիրող, նվիրագործենք մեր կյանքը եւ պատրաստական լինենք զոհաբերվելու հարություն առնելու համար։ Դա է Հիսուսին հետևելու ճանապարհը, երբ որ դու պատրաստական ես զոհաբերվելու, խաչվելու, մահանալու, որպեսզի հարություն առնես եւ այդ հարությամբ ապրես։ Եվ մեր հոգևոր ճամփորդությունը հենց դրա ամբողջական իրականացումն է։ Եվ այսօրվա ձեր ուխտը թող լինի Հիսուս Քրիստոսի մահը եւ հարությունը ճանաչելու ուխտ, որպեսզի Տիրոջ այս աշխարհի համար, մեղքի համար, այս աշխարհի խաբկանքի, պատրանքի համար մահանալու իրականությունը իրական դառնա մեզ համար եւ Հիսուսի կյանքը, որը մեզ ապրեցնում է, այնպես պատարագի ժամանակ, երբ որ մենք գոհություն ենք հայտնում Աստծուն, Տիրոջը ասում ենք, որ սա եղեցի մեզ ի սրբություն կենթանության, հա, կյանքի սրբության, սրբագործման համար է, եւ մենք ուրիշ ենք, սիրելիներս, մենք պիտի մահանանք, մենք պիտի պատրաստ լինենք, ինչպես Տերը զոհասեղանի վրա իր անձը դրեց, պատարագի զոհասեղանի վրա մեր եսը դնելու, մեր շահամոլություն դնելու, մեր սեփական ցանկությունները, մեղքով լեցուն մեր մարդկային իրականությունը դնելու այդ զոհասեղանի վրա Քրիստոսի խաչի մոտ, այնտեղ որտեղ Քրիստոս իր արյունը հեղեց, այնտեղ դնելու մեր եսը թողնելու եւ ապրել Հիսուս Քրիստոսի անձի օրինակով եւ իրեն մեր մեջ գրելով եւ մեր մեջ բացահայտելով ամեն օր, յուրաքանչյուր օր, ոչ միայն այսօր, այլ յուրաքանչյուր օր։ Եվ այդ սրբության ընթացքով ապրեցին մեր սուրբ հայրերը։ Սուրբ Հովհաննես Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, որ այս պատերը դեռևս իրանց աղոթքներն են կրում եւ ներծծված իրանց կյանքը այստեղ եւ իրանց կյանքի օրինակը։ Սուրբ Հովան Օձնեցին, Սուրբ Հովան Երուսաղեմացին, ու մենք այսօր հիշատակում ենք եւ իրենց բարեխոսություն ենք խնդրում մեզ համար, խնդրում ենք որպեսզի մեր ազգի, մեր ժողովրդի համար իրենք մշտական աղոթող լինեն, որպեսզի մենք վերջապես արթնանանք մեղքի թմբերից, որպեսզի զարթնենք, որպեսզի մեր ազգը հասկանա, որ մեր ազգի մեջ
Սրբության գեն կա, որը փոխանցում է սերնդեսերունդ, որ մենք 2000 տարիներ Հիսուսին ճաշակող ազգ ենք։ Մեր արյան մեջ Հիսուսի արյունն է։ Սերնդեսերունդ փոխանցված եւ մենք չենք կարող ապրել այնպես, ինչպես բոլոր հեթանոսներն են ապրում, մենք պիտի ապրենք ինչպես քրիստոնյա ազգ։ Եվ այսօրվա մեր աղոթքը բոլորի համար է։ Մեր ժողովրդի համար է, մեր սրբությունների համար է։ Եվ այսօրվա մեր ուխտը թող լինի մեր եւ Աստծո կյանքի եւ մահվան իրականությունը ճանաչելու, որպեսզի մենք կարողանանք մեր անձերի մեջ կրել Հիսուսի սրբազան մահը, քավչական մահը, ազատող, մեղքից ազատող մահը եւ իր կյանքը ամեն օր մեր մեջ առատանա եւ այդ փոքր ծիլը, որ արձակում է մեր հոգին, այդ սրբության ծիլը, որ դուք ամեն օր ձեր աղոթքներով, ձեր հոգևոր կյանքով, ձեր ջանքերով, ձեր բարի խոսքով, ձեր օրինակելի քրիստոնեական վարքով աճեցնեք եւ դարձնեք օրինակելի մեր ազգի համար, որպեսզի ձեր աչքերի մեջ մարդիկ տեսնելով զգան Տիրոջ արքայության գեղեցկությունը եւ Տիրոջ սիրո մեծությունը մեր հանդեպ։ Թող Տիրոջ շնորհը, զորությունը, սրբության լույսը առաջնորդ եւ ուղեկից լինի բոլորիդ։ Այսօր եւ հավիտյանս